Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-521 և հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր տաղավարում հյուր ընկալել եմ նժար սահմանադրական շարժման հիմնադիր Նինա Կարապետյանցին։ Հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բնականաբար պետք է անդրադառնանք աղմկահարույց սպանությանը, ինչու, որովհետև հենց այդ սպանության մասին երբ խոսենք, մենք կարող ենք բոլոր շերտերը հանել այս դեպքի հետ կապված, թե սոցիալական, թե տնտեսական, թե իրավական, թե անվտանգային։ Ինչու տեղի ունեցավ Մերձավանում այս դեպքը, եթե հիշենք, որ փետրվարի 5-ին նորից միջադեպը տեղեր ունեցել եւ ճիշտ է, տեսախցիկի առաջ բնակիչները չեն խոստովանում, բայց ներքին զրույցներ կան, որ գյուղը բավականին երկար ժամանակ համայնքը բաժանված է սևերի եւ սպիտակների, անհանդուրժողականությունը կա, վրեժը կա, բայց դա չկանխվեց։ Որն է պատճառը, որտեղ ենք թերացել։ Բավականին երկար ժամանակ, այդ թվում նաև ձեր ստուդիայում խոսել ենք, շատ ենք խոսել նրա մասին, որ ատելությունը, քարոզվող ատելությունը, հասարակության պառակտումը, սևեր սպիտակների բաժանումը, մերոնք ձերոնք, հներ նորեր նախկիններ չգիտեմ ինչեր բաժանումը, անընդհատ պառակտում մտցնելը եւ այդ ամեն ինչ ատելությունով համեմելը չի կարող մնալ անհետևանք, որովհետեւ հասարակության ճնշող մեծամասնությունը սովորություն ունի ընդօրինակելու այսպես հանրային դեմքերի վարքագիծը, պահվածքը, մոտեցումները եւ եթե ինքը տեսնում է որ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ կարող են թքել մարդու վրա եւ անպատիժ մնալ, կարող են սեռական բնույթի հավյանքներ կամ սեռական բնույթի հավյանքներին մոտ խոսույթներով հրապարակումներ անել իրենց կայքեջերում, հա, հանրային ինչ-որ հարթակներում, իհարկե հասարակությունը սկսում է անցնել, որ դա կամ բռնություն կիրառել, տեսնել օրինակ ազգային ժողովում, հա, ու դա մնում է անպատիժ, ինչ է մտածում հասարակության միջին վիճակագրական մարդը ամբողջ աշխարհում են հայերի մասին չի խոսքը։ Մտածում է, որ դա նորմալ ու ճիշտ վարքագիծ է, որ դա ընդունելի վարքագիծ է, որ դա օրինակելի վարքագիծ է, եւ այսօրվա, այսպես ասած, լավ տղա լինելը, ճիշտը լինելը, դա այդ վարքագիծն է։ Եվ երկու կողմերն էլ, երկու կողմերի այսպես հետևորդներն էլ համարում են, որ դա փաստորեն ճիշտ վարքագիծն է։ Եվ սա անխուսափելի process էր։ Երբ որ ասում ենք, որ սա կումուլատիվ է լինելու, սա հավաքվելու է, սա կուտակվելու է եւ ինչ որ միտեղից պայթուններ է լինելու եւ մենք շատ դժվարին ու ծանր վիճակում կարող ենք հայտնվել որպես հասարակություն, այս երա մասին էր գնում խոսքը։ Իհարկե սա կանխատեսելի process է, առավել կանխատեսելի process է, հաշվի առնելով այն, որ ինչպես նշեցիք, փետրվարի 5-ին էր կարծեմ, նմանատիպ մի միջադեպ տեղի ունեցել։ Նախկին համայնքապետի եւ ներկայիս համայնքապետի եղբայրը տնային կալանքերի այդ գործերի կապված։ Այո, այսինքն ոստիկանությունը իր օպերատիվ կազմով պիտի ունենար այդ տեղեկությունները, դա տեղեկություն, այսինքն ոստիկանության իմաստը ինչի մեջ է, ոչ թե միտինգը ծեծելով ցրելու մեջ է, այլ հանրային համերաշխությունը, հանրային հանգստությունը, հա, օրենքի ապահովելը, հանցագործությունների նախ եւ առաջ կանխարգելելը, ոչ թե հետո այդ հետքերով տենց սիրուն գնալ լենտիչկա կապել, տենց գույներով մեքենաներ, դրա մասին չի խոսքը, նախ եւ առաջ կանխարգելելու մասին։ Դրա համար անհրաժեշտ է օպերատիվ աշխատանք։ Ես չեմ հավատում, որ օպերատիվ աշխատանքը մեզ մոտ շատ վատ վիճակում է, Տիկին Կարապետյան։ Ներքին, այսպես առանց աղբյուրները բացահայտելու ասեմ, որ փորձառու 1000 տարվա օպերատիվնիկները, ինչ ասեմ, ոչ թե դժգոհ են, այլ մեծ ցավով են խոսում այսօրվա աշխատանքի որակի մասին, մեծ ցավով են խոսում, որովհետև դա շատ բարդ բնույթի աշխատանք է։ Դա յուրահատուկ հմտություններ, փորձառություններ, եթե կուզեք գիտելիքներ, եթե կուզեք քթի ծակ, եթե կուզեք, չգիտեմ, աննկարագրելի այսպես յուրահատուկ կատեգորիա, օպերատիվնիկը դա շատ յուրահատուկ բանի մեջ է տեղավորվում, էլի ամեն մարդ օպերատիվնիկ չի կարա դառնա։ Ու երբ որ դու քո այդ ամբողջ կազմը տեղավորում ես կամ զբաղեցնում ես, չգիտեմ, քո դեմ Facebook-ում ինչ-որ ինֆորմացիա գրածների կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց վրա տեղեկություններ հավաքելու անհրաժեշտության դեպքում ինչ-որ տենց սեղմելու, հա, տեղը դնելու, ինչ-որ կալանքի տանելու, փոխարենը զբաղվես հարցերով, որոնք որ ակնհայտ են, չէ։ Այս դեպքը, որը տեղի ունեցավ Մերձավանում, ինքը խիստ կանխատեսելի էր։ Կան իրավիճակներ, Մարի ջան, որտեղ որ հնարավոր չի
մահվան ելքով դեպք կարա լինի, դա հնարավոր չի կանխատեսել։ Էքսցես ա եղել, ինչ որ սեղանի շուրջ շատ մտերիմ մարդիկ խոսել են, զրուցել են, ինչ որ միջադեպ ա տեղի ունեցել, մարդիկ իրար չեն հասկացել, գինովցած են եղել, իրար օրինակ դանակալ են։ Հնարավոր չի կանխատեսել եւ կանխարգելել հնարավոր չի։ Բայց դեպք որտեղ որ կա թշնամանք, որտեղ որ կա այսպես տասնյակ մարդկանց մասին է խոսքը այս գործերի ոնց կարելի է դրա մասին, այսինքն այդ օպերատիվ խումբը ինչով է զբաղված եղել, եթե զբաղված չի եղել այդ տեղեկատվության հավաքելով, այդ process-ները կանխարգելով։ Ի վերջո խոսքը գնում է երկու հայ ազգի վերջի դեպքի մասին է խոսքը, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդդիմադիր են, ընդդիմադիր չեն, մեկը ոստիկանա, կապ չունի, երկու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի մասին խոսքը գնում է եւ մենք ստեղ ինչ որ տենց բան էլի ասում են դե հա եկել են, կրակել են, գնացել են, չգիտեմ Որում մենք կենտրոնացել ենք Վալոդյա Գրիգորյանի, բայց ոստիկան էլ կա փաստորեն համակարգի աշխատող էլ կա։ Երբ որ դու չես, ես միշտ դրա մասին եմ ասել, երբ որ դու չես մտածում նախորոք շատ process-ների մասին, դու ինքդ ես դառնում այդ process-ների զոհը։ Ես խորապես ցավակցում եմ երկու ընտանիքներին, էլ բոլորին այդ միջադեպերի հետ կապված բոլոր կողմերին, ինձ համար բացարձակ էական չի, թե ով ինչ հայացքներ ա ունեցել։ Դա մեծագույն ողբերգություն է, բայց պետք է հասկանալ հատկապես ոստիկանության հիմա ներկայիս աշխատողներին, որոնք որ պիտի այս գործերով զբաղվեն, հա, ինչ որ տեղեկություններ հավաքեն։ Ամենը մեքենաներով շրջեին իրենց ներկայությամբ ցույց տային։ Իրենք տեղեկություններ պիտի հավաքեն եւ կանխարգելեին։ Իրենք պիտի իմանային, որ այդտեղ process-ա տեղի ունենում։ Երբ որ իրանք ժամանակ են գտնում ընդդիմադիր ցուցարարներին ինչ որ ցույցերի մասնակցելու հետ կապված գնան խոսեն իրենց հետ, հորդորեն չմասնակցել միտինգներին։ Այո, նախապես ընդդիմադիրների մասին է խոսքը, ընտանիքի անդամներին այցելեն, հորդորեն, ասեն, որ այդքան էլ ճիշտ չի, իսկ միգուցե մտածեք հետևանքների մասին։ Այդ դրա փոխարեն իրանք պիտի զբաղվեն այս օպերատիվ աշխատանքով։ Իսկապես շատ եմ ցավ։ Նորից վերադառնալով այն միտքս ավարտեմ, որ երբ որ դուք անտեսում եք այդ process-ները համակարգի ներսում, դուք պիտի հասկանաք, որ այսենց կարող եք դուք էլ զոհ դառնալ, ձեզանից յուրաքանչյուր Աստված ոչանի իհարկե, բոլորին 1000 տարվա կյանք։ Դուք կարող եք զոհ դառնալ։ Նույն դրամաբանությամբ, երբ որ նախորդ իշխանության ներկայացուցիչներին մենք անդադար իրավապաշտպաններով հորդորում ենք, ասում ենք, որ օրինակ բանտերը պետքա վերանորոգել, այնտեղ պահվելը անմարտկային է, զուտ միայն գտնվելը, էլ մնացածը չեմ ասում, արդեն անմարտկային է, տենց մի տեսակ ցինիկ ժպիտով ժպտում ճանապարհում են մեզ։ Այսօր դուք եք հայտնվել այդ բանտերում ու դուք եք բողոքում, հասկանում եք, պետական մտածողություն չունեն։ Կարևորը իրանք են, այդ օրվա իրանք տաբուրետքեն, ահա իրանք նստել են այդ աթոռին, իրանք ինչ որ բենեֆիտներ ունեն, իրանք ինչ որ հնարավորություններ ա իրանք համար ստեղծվել, իրանք իրանք մի տեսակ առավել են զգում մնացած բոլորից մեզանից մահկանացուներիցս ու համարում են, որ դա նորմալ է։ Ձեր շպրտած բումերանգը վերադառնում է ձեզ։ Միշտ հիշեք, երբ որ դուք համակարգերը չեք կայացնում, երբ որ դուք օգտագործում եք պետության զարգացման համար ինստիտուտները անձնական, թիմային, խմբային շահերին, այդ բումերանգը ձեզ վերադառնում է, դա անխուսափելի է, դա տիեզերքի օրենքն է, եթե կուզեք այդպես համարեք։ Եվ հետևաբար յուրաքանչյուր գիտակից մարդ, յուրաքանչյուր պետականամետ մարդ պիտի հասկանա, որ մեր պետության ներսում պետքա կայացնել ինստիտուտներ, ոչ թե գալ խոստանալ միայն կայացնել, այլ կոնկրետ գործողություններ, կոնկրետ ծրագրեր ներկայացնել մարդկանց, թե ինչպես է պետք կայացնել այդ ինստիտուտները։ Տիկին Կարապետյան, տեսեք, կան մարդիկ, ովքեր հենց համացանցում ակնհայտորեն հայտարարություններով հանդես են գալիս, որ այս ամենի մեջ Նիկոլ Փաշինյանի մատը խառն է։ Որքանով է սա անվտանգ մեր երկրի համար նմանատիպ հայտարարությունը, թեկուզ ընդդիմադիրների կամ բլոգերների, մի խոսքով, ինչի պետք է հասնի կամ թույլատրելի լինի այս ամենը։ Տեսեք, ուղիղ ասել, որ այս մարդու հրամանն է ու այդ կրակոցները ուղիղ հետևանքն են, դա շատ ծանր մեղադրանք է, մարդիկ պիտի մտածեն, որ ի վերջո գոյություն ունի անմեղության կանխավարկած, ի վերջո գոյություն ունի սուտ մատնության համար, քրեական պատասխանատվության համար նախատեսված հոդված քրեական օրենսգրքում, հետևաբար մի քիչ պետքա ճիշտ մտքերը ձևակերպել։ Արդյոք պատասխանատվություն ունի իրավիճակի հետ կապված Նիկոլ Փաշինյանը? Այո, իհարկե ունի։ Երկրի ղեկավարը, որը 7 տարի շարունակ եւ ոչ միայն ինքը, իր քաղաքասարակության ներսից պրոպագանդիստները, որոնք որ ջատագովում են ու ասում են, որ այո
այո, երկրում տեղի ունենում բաներ, բարեփոխումներ, այո, մեր արդարադատության համակարգը, ներառյալ ոստիկանությունը բարեփոխվում է, դատարանները բարեփոխվում են, դատախազ բոլորը բարեփոխվել են, սանդրական դատարանը բոլորը բարեփոխվել են, բայց եթե մենք արդյունքում ունենք այսպիսի իրավիճակներ, նորից եմ ասում, առանձին էքսեսներ կարող են լինել, դա անխուսափելի process է, բայց այսպիսի կանխատեսելի դեպքեր, որոնք հնարավոր էր եւ կանխատեսել եւ կանխարգելել, դա իհարկե անթույլատրելի է։ Այստեղ երկու տարբերակ հա կարելի է քննարկել։ Տեսեք, կամ ոստիկանությունը եսի ինչով է զբաղված եղել ու տեղեկությունները բավարար չի հավաքել, կամ ոստիկանության օպերատիվ օրինակ ծառայությունը ինքը անձեռնահաս է, այնքան են փչացրել այդ համակարգը, որ մարդիկ չգիտեն ինչով պիտի զբաղվեն ու չեն հասկանում առաջնային եւ երկրորդականը, եթե որոշումները խումն է օպերատիվ ընդունում։ Եվ երրորդ տարբերակը միգուցե իսկ կարող է ես էլ մեղադրանք հնչեցնեմ հարցի տեսքով, իսկ միգուցե իմացել են, բայց չեն կանխարգելել, որովհետեւ պետք է լիներ։ Հա, ինչու ոչ։ Եվ ում էր դա ձեռնտու։ Եվ հիմա հարց է տալի եւ ում էր դա ձեռնտու, եւ ով էր տենց սրտնեղված ու չկարողացավ մարսել այդ process-ը։ Ընդ որում դաժան էր, սպանությունը դաժան էր։ Սպանությունը, գիտեք, նորից եմ ասում, կա պատահականության դեպք, երբ որ տենց ինչ որ հախուռան կրակոցներ են տեղի ունենում։ Եղել է Հարսենյաց միջոցառման ժամանակ երիտասարդներ իրար չեն հասկացել, ցած կրճուկ է եղել։ Այդ օրինակն է, որը ես բերում եի, հա, օրինակ։ Կա սենց օրինակ հախուռն կրակոցներ, որի արդյունքում կարող է, որ ասում է քոր գյուլ են գնա ու ինչ որ մեկին, էլի բոլորից հեռու էլի, գնա մեկին կպնի։ Բայց կա իրավիճակ, որտեղ տեսնում ես մարդը մոտենում է կրակոցներից հետո մոտենում է մի հատ էլ հայերեն ճիշտ ասած չգիտեմ ոնց, ասում է կոնտրոլնի վիստրել գոլովը, մի հատ էլ կրակոցա դրխին։ Մի հատ էլ հա, ոնց հասկանում եմ մասնագետներ կան, որոնք պնդում են, որ նաև նկարել են, լուսանկարը հանել են, իսկ դա հենց պատվերը կատարված լինելու մասին ապացույց, այսինքն պլանավորված, օրն է պատահական չի ընտրվել, դա իր եղբոր ծննդյան օրն է եղել եւ ասում են, որ ժամը 12-ին սպասել է, որ գիշերը գնան եղբորը ընդ որում տնային կալանքի տակ գտնվող եղբոր ծննդյան օրը։ Մի խոսքով շատ ծանր դեպք է եւ պետքա նաեւ չի կարելի աչքաթող անել, որ այնուամենայնիվ մարդը մարդով իհարկե, բայց նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին է խոսքը։ Գիտեք, կարելի է վերցնել առանձին մի հատ մերձավանի դեպքը ու ասել, որ դե 1000 բան կարար տեղ լիներ, կենցաղայինից սկսած, անձնականից, բիզնեսից 1000 բան կար, իսկապես կարող էր լինել։ Բայց եկեք նայենք, թե հետևողականորեն ինչ դեպքեր են իրար հետևից տեղի ունենում, սկսած փետրվարի 5-ի դեպքը նույն մերձավանում, այս դեպքը երկու մահով, զուգահեռաբար նույն օրը, եթե չեմ սխալվում, հենց նույն օրն էր Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգ, Բորիս Ավակյան։ Ես ապշած եմ, գիտեք, կապ չունի այդ մարդը, ով ա եղել, ինչ ա եղել, не դեսպանատան, այլ կոնսուլստվա հյուպատոսության տարածքում մարդ համ ընդ որում նախապես ուղիղ եթեր էր դուրս եկել իրավիճակը ներկայացրել էր եւ խնդրել էր ես ապշած եմ ուղակի որովհետեւ ես չգիտեմ ինչ որ մարդ կա որ երբևիցե մտել է հյուպատոսարան կամ դեսպանատուն որևէ երկրի քեզ այնպես են ստուգում կարծես դու չգիտեմ տիեզեր քեզ թռնելու հետդ հանգարց մի ավել բան չլինի այսինքն անվտանգության հարցը որում ասում են դանակ է եղել կողքին դե հիմա այդ դանակը հետն է բերել ուրեմն մի հատ հարց տվեք բա այդ ձեր հյուպատոսարան ով ինչով կարող է վաղն այդ տանկով մտնեն ձեր հյուպատոսարան եթե ձեր ներսից է այդ դանակը մեջտեղ ընկել այս ինչ պատմություն է եթե մարդն ինքն իրան ես չգիտեմ մի խոսքով այս ամբողջը պետքա դիտարկել մեկ ամբողջության մեջ, սա իհարկե շատ վտանգավոր եւ անցանկալի process է։ Մյուս կողմից եկեք ազնիվ լինենք, էլի։ Արդյոք օրինակ, ես հասկանում եմ, որ մարդու մահը շարքելը շատ խիստ ծայրահեղամբարոյական է, բայց մենք պիտի որպես adekvat մարդիկ փորձենք հասկանալ ստեղ վտանգները նաեւ ինչում կարող են լինել։ Անտարբերությունը, անգործությունը, իսկ կարող էր օրինակ ակնհայտ մեծ այսպես բանով հաղթած ընդդիմադիր գործչի նկատմամբ գործողության անտեսելը կամ իր նկատմամբ սպառնալիքների անտեսելը օրինակ, չասեմ պատվիրելը, անտեսելը, իսկ կարող է դա մեսիջեր մնացած ընդդիմադիրներին, ընտրություններին ընդառաջ։ Կարող է չի բացառվում, ինչու ոչ։ Որովհետև եթե դու Հայաստանի ներսում պաշտպանված չես, դա էլ ինչ պաշտպանվածության մասին է խոսքը գնում։ Էլ ինչի մասին է խոսքը գնում։ Ինչքան մարդու օրինակ աչքը կվախենա, կմտածի, որ արժի Բայց ես խորհուրդ կտամ, որ չհուսահատվեն, չվախենան, չհասթափվեն, որովհետև եթե դուք հասկանում եք, որ սա նորմալ process չի,
եթե հասկանում եք, որ սա ընդունելի process չի, դուք պետք է յուրաքանչյուր գիտակից պատասխանատու մարդ իր վրա պատասխանատվություն վերցնի եւ որոշում կայացնի, որ այս ամենը փոխփոխության ենթակա է։ Սա պարտադիր պիտի փոփոխվի այս վիճակը։ Մենք այսպես չենք կարող ապրել։ Ընդ որում այլևս։ իշխանությունը հիշեցրել է հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, Պրոշյանի գյուղապետի սպանությունը, այսինքն այս տարիների ընթացքում եղած դեպքերի մասին իրենք ակնհայտ խոսում են, ցույց տալով, որ ամբողջ մերքի ծանրությունը պետք չէ դնել քպայականների ուսերին։ Ճիշտ են ասում, շատ ճիշտ են ասում, որովհետև երբ որ մարտի 1-ի նման մեծ գործը տապալում են, այդ թվում նաև իրանց թեթև ձեռով, երբ որ հոկտեմբերի 27-ի գործը տենց են մնում առանց իրական շահառուների եւ կազմակերպիչների գործողություններին գնահատական տալու, իրավական գնահատական տալու, իսկ ինչի պիտի բան լինի։ Մնացած բոլոր գործերի բացահայտումը գրեթե զրոյական վիճակում է։ Մենք ունեցել ենք մեծ թվով քաղաքական սպանություններ, այո, նախկինում մենք ունեցել ենք շատ մեծ թվով ուշադրություն չբացահայտված, նախկինում չբացահայտված, որովհետև այդ կամքը չկար, բա դուք այդ կամքը ունենայիք, բա դուք բացահայտեիք, բա տասնյակներով քաղաքական սպանություններ են ունեցել։ Անկեղծ կարծում եմ, որ այդ տեղեկությունները չկան, նյութեր հատուկ, այսպես նյութեր հավաքված չկան եւ հնարավոր չէր բացահայտելը, ինչ եք խոսում։ ԱԱԾ-ի արխիվներում, որ լավ մանգային, ամեն ինչի պատասխանել կգտնեին։ Ուրիշ հարց է, ուզում էին դա գտնեին, թե չէին ուզում դա գտնեին։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր Facebook-յան էջում այսպիսի գրառում էր կատարել, որ նիկոլական բաստիոնում ընդդիմադիր գործունեությունը մինչև օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ, իսկ հիմա արդեն գնդակահարվելու ռիսկը։ Ես նորից, հա, եթե դու ընդդիմադիր գործիչ ես, փաստացի դու կարող ես եւ բանտում հայտնվել եւ կարող ես նման ճակատագրի արժանանալ, բայց ուղիղ նորից եմ ասում, ես կխուսափեմ ուղիղ կապել իշխանությունների հետ կամ իրենց, այսպես ասած, հրահանգի հետ, իրենց, չգիտեմ, հրահանգավորված անգործության հետ ուղիղ չեմ կապի, բայց բոլոր դեպքերում պատասխանատվությունն իրենցն է ժողովուրդ։ Գիգ Կարապետյան, պետք է լինեն այստեղ պաշտոնները պետք է ազատվեն։ Մենք տեսանք, որ երեք Արփինե Սարգսյանը գնացել էր մի խոսքով, պետք է արդյոք, օրինակ ոստիկանապետն ասում է, ես պատրաստ եմ հրաժարական տալ։ Արդյոք հրաժարականներով հարց է լուծվում։ Ցավոք սրտի հրաժարականներով հարցը չի լուծվում, որովհետև անգամ եթե այս պահին ինչ որ մեկին հեռացրեցին աշխատանքից, շատ արագ կարճ ժամանակում, որովհետև հենց հիմա այս պահին Նիկոլ Փաշինյանին բոլոր պաշտոններում Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք աշխատում են մարդիկ, ովքեր իր հավատարիմ այսպես հաճախորդներն են, հիմա իր հավատարիմ հաճախորդներն են, առաջ Սերժ Սարգսյանի, հիմա իր։ Այս հավատարիմ հաճախորդները անգամ եթե այս պահին ինչ որ տեղից հեռացվում են, շատ կարճ ժամանակ հետո ինչ որ ուրիշ տեղ են հայտնվում։ Այսինքն, եթե դու խաղաթղթերի այդ քարտերը որ վերցնես, այսինքն խառնես ու նորից բաժանես, ի՞նչն է փոխվելու։ Ոչ մի, եթե դրա մեջ չկա բովանդակություն, եթե դրա մեջ չկա տրամաբանություն, եթե դրա մեջ չկա փոխելու ցանկությունը, համակարգը փոխելու ցանկություն, հա մարդկանց տար ստեղից վերցու դիրնդեղ։ Հա ամենահայտնի երևի բաներ, չէ, Քյարամյան ունեինք մի հատ։ Արգիշտին։ Մի օր բաներ, քննչական կոմիտեի պետի տեղակալ էր, մի օր ԱԱԾ-ի տնօրեն էր, մի օր, չգիտեմ, ՊՊՑ-ի, ՀԿՑ-ի, ինչքան ծեյով տեղ կար, մի տեղ ասում է գնաց տեղավորվեց այս մարդը։ Հետևաբար ու ինչ փոխվեց այդ համակարգերում, ոչ մի բան չփոխվեց։ Հիմա հեչ ամենահետաքրքիր ամենակարևոր մասը, երբ որ ինչ որ մեկին ինչ որ պաշտոնից հեռացնում են, երբեք չեք տեսնի, որ իր ինչու են հեռացնում, գնահատականը տրվի, որովհետև ինքը ավելի բարձր պաշտոնի է արժանի, գուցե ինչի ոչ, կամ թերանալու համար, կամ ինչ որ դավաճանական գործողությունների անելու կամ սաբոտաժ անելու համար, ինչի համար ես հանում այդ մարդուն։ Պատերազմի ժամանակ ԱԱԾ-ի տնօրենին ո՞նց ես հանում։ Ասենք դու ինչ ես մտածում, քո գլխի մեջ ինչ է կատարվում, որ դու պատերազմի ժամանակ ԱԱԾ-ի տնօրենին գործից հանում ես։ Անտրամաբանակա չլսված բան է։ Դա կարելի է իրականացնել մենակ մի դեպքում, եթե մարդը դավաճան է եղել, պետական դավաճանություն է իրականացրել, բայց դու այդ մարդուն հանում ես, ոչ մեկին ոչ մեկ չես բացատրում, եկել տանես ուրիշ տեղ ես տեղալ։ Նույն տրամաբանությամբ մնացած բոլորին անհոգ եղեք, անգամ եթե ինչ որ մեկին հանեց տեղից, տանել է մի հատ ուրիշ տեղ ոչ պակաս բարձր պաշտոնի նշանակելու։ Դրանից մեր պետությունը ոչ մի ձևի չի շահելու, մեր ինստիտուտները որպես այդպեսին չեն շահելու։ Դրա համար նորից պիտի վերադառնամ այն մտքին, մեր հասարակությունը
հստակ պիտի իմանա։ Պետք է լինի համակարգ, որի պայմաններում այս ամենը ուղղակի հնարավոր չի լինելու։ Պետք է լինի համակարգ, որտեղ ինստիտուտները չեն ենթարկվում մի մարդու, որտեղ մի մարդը չի գալի ընտրվում եւ զավթում ու ամբողջ իշխանության բոլոր թևերը ուղղակի չի բանանում, հա, մի հոգու ձեռքի տակ չի հայտնվում։ Կառավարությունը ես եմ։ Ու հետո էլ բայց ինքը ազնիվ է, ինքը ազնիվ է, կառավարությունն էլ է ինքը, դատախազն էլ է ինքը։ Մենք ենք խոսել, որ բոլորի փոխարեն ինքն է աշխատում։ Այս մարդու ճակերտավոր իհարկե ազնվությունը գնահատեք։ Ոչ մեկ միջև չի ասել, որ կառավարությունը ես եմ։ Այս մարդը եկել է ազնվորեն ցես բացատրում է։ Կառավարությունն եմ ես, գլխավոր դատախազն եմ ես, դատավորն եմ ես, SMS-ով ԲԴԽ նախագահանողել եմ ես, նշանակողն եմ ես, մի խոսքով ամեն ինչի տիրականը ես եմ։ Ձեր ճակատագիրը որոշողն եմ ես, ձեր սրբությունները որոշողն եմ ես, ձեր կաթողիկոս հանող նշանակողն եմ ես։ Այս մարդը այդ իմաստով ազնիվ է։ Եվ խաղաղություն բերողն եմ։ Այո։ Նաև դուրս գանք Կարճատև գովազդային դադարի Տիկին Կարապետյանց, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Կարապետյանց փորձենք ամփոփել սա, փաստորեն լինելու է նոր համայնքապետ։ Որքանով պետք է արդեն վստահ լինեն թեկուզ նոր ընտրվողը, նոր նշանակվողը, որ Աստված չանի, ամեն դեպքում այս իրադարձությունները չեն հասնի նաև իրեն, որտեղ համայնքի մեջ է խնդիրը։ Հասկանում եք, Մարջան, ես դուք փորձառու գիտակից մարդիկ, մի կյանք ապրած մարդիկ, այսօր
ամեն երկրորդ խոսքը ասել ենք Աստված չանի, չէ։ Այսինքն մենք մեր ինստիտուտների վրա հույսներս չենք։ Այդ աստիճանի են հասցրել, որ մենք մեր ոչ մի ինստիտուտին չենք վստահում, հույսներս Աստված է։ Ինչ է պատրաստ անել նժարը։ Ամեն դեպքում այս նժար անունը ես հասկանում եմ այդ հավասարակշռությունը, այդ բալանսը, բայց դա ահավոր շատ ծանր աշխատանք է մանրակրկիտ միլիմետր այդ հարաբերությունները նժարի վրա դնել եւ հավասարեցնել։ Ինչ եք անելու դուք։ Տեսեք, շատ պարզ։ Ինքը այդքան բարդ չի, ինչքան կողքից թվում է, որովհետեւ երբ որ դու նպատակ ունես ստանալ հավասարակշռված իշխանությունների բաշխում, որպիսի քո երկրի ներսում որևէ մեկ անձ չգա ուզուրպացնելու ամբողջ իշխանությունը, դու շատ պարզ գործողություն ես անում։ Դու բաժանում ես լիազորություններն այնպես, որ դա չխանգարի մի կողմից վարչապետին իր գործունեությունը իրականացնել, օպերատիվ գործունեությունը իրականացնել, օրվա մենեջմենտը իրականացնելու process-ին չխանգարի, այսինքն ինքը պակաս գործիքներ չունենա աշխատելու համար եւ դրսի հետ նաեւ շփվելու համար գործիքական։ Բայց զուգահեռաբար ստեղծում ես եւս մեկ այլ մարմին, որը մենք անվանել ենք պետական խորհուրդ, ավելի պատկերավոր լսարանի լինելու համար, ասեմ, տեսեք, հիմա կա դատական համակարգ, կա ազգային ժողով, կա վարչապետը կառավարությունը եւ կա նախագահ, որը չես հասկանում ինչի համար է։ Հա, չես հասկանում ինչի համար է։ Այն նախագահի ինստիտուտը մենք առաջարկում ենք փոխարինել պետական խորհրդով, որը կազմված կլինի 9 հոգուց, ինչու 9, որովհետև շատ ավելի հեշտ է, շատ ավելի վստահելի է այն 9 հոգի ունենալ, որոնք որոշումներ կայացնելու վրա հնարավորություն կունենան ազդեցություն ունենալ, ասելա թե այս 9 հոգին, որոնք իդեպ անկուսակցական են, բացառապես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, այս 9 հոգին ռոտացիայով 3 տարին մեկ 3 փոխվելու են, այսինքն այս սա չի գալի տենց մնա ու ցմահ մնան այնտեղ, տենց բան չկա։ Այս 9 հոգին հնարավորություն է ունենում նշանակելու օրինակ գլխավոր դատախազին։ Իրենց ով է նշանակելու։ Մի քիչ ավելի ուշ կբացատրեմ, որտեղ դա մի քիչ ավելի բան սխեմա։ Հեշտ սխեմա է, ոչ մի բարդ բան չկա։ Պետական խորհուրդը հնարավորություն ունենում նշանակելու գլխավոր դատախազին, որպիսի գլխավոր դատախազը չլինի օրվա իշխանության անձնական օգտագործման գլխավոր դատախազ, որ գլխավոր դատախազը կաշկանդված չլինի երկրի ղեկավարի ստատուսների գրելուց ու հրահանգներ տալուց, որպիսի գլխավոր դատախազը կաշկանդվածություն չունենա, եթե երկրի ղեկավարը ակնհայտ հակասահմանադրական, հակապետական գործողություն է իրականացնում, նաև քրեական գործ հարուցեն այս կասեցնելու, կանխելու հետ կապված։ Պետական խորհուրդը նշանակելու է նաև հակակոռուպցիոն մարմինների ղեկավարներին, որոնք կաշկանդվածություն չեն ունենալու օրվա իշխանության ակնհայտ կոռուպցիոն գործարքների հետ կապված գործողությունները վերահսկողությունը կամ գործերի քննություն իրականացնելու համար։ Մի շարք նշանակումներ իրականացնում է պետական խորհուրդը։ Անշուշտ այս մարդկանց հետո ազգային ժողովը պիտի հաստատի, որպեսզի այդ կապը լինի, բայց մի ուրիշ գործողություն էլ ունի։ Պետական խորհուրդը նաև հնարավորություն ունի վետոներ դնել վարչապետի որոշումների վրա, ակնհայտ հակասահմանադրական, ակնհայտ հակապետական գործողությունների որոշումների վրա։ Սա մի կողմից բալանսավորում է ժողովրդի, այսպես ընտրության արդյունքում իշխանության եկած մարդու կամ հայականությունները, կամ չգիտեմ, դավաճանական կուզեք կամ հայական ասեք, կուզեք անգրագետ ասեք, կապ չունի։ Ակնհայտ հակապետական գործողությունները, հա, ժողովրդի ապահովում է, որ իր ձայնը ինչ որ մեկը չի վերցնելու ու գա ասի մի բան ու գա անի լրիվ ուրիշ հակառակ բանը։ Մյուս կողմից սա ապահովագրում է նաև վարչապետին։ Վարչապետին կարող են ճնշում գործադրել, ասել ընկեր ջան, արի մի հատ այս թուղթը ստորագրի ու վերջ։ Դուք բոլորդ ասում եք գերի եք ընկնում այդ մի ստորագրության արդյունքում։ Քանի որ պետխորհուրդը իրավունք ունի վետո դնելու որոշումների վրա, հանգիստ վարչապետը կարող ասի, ես կարամ 100 հատ թուղթ ստեղ ստորագրեմ։ Եթե դա հակապետական է, եթե դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, ես վերադառնում եմ Հայաստան, վետո են դնելու էս 9 հոգի։ Անշուշտ կարող են ասել նաև հարց տալ, այդ հարցերը, որոնք ասում են հաճախ հնչող հարցերի մասին է։ Կարող են հարցնել, օրինակ, արդյոք պետական խորհրդի վրա նաև ճնշում չեն կարող գործադրել։ 3 միլիոնանոց երկրի վրա էլ կարող են ճնշում գործադրել, բայց հարցը նրա մեջ է, որ 1 հոգու վրա շատ ավելի հեշտ է գործադրել ուժ ճնշում կամ բան, հա, տենց ինչ ասեմ, գնել, դավաճանություն կազմակերպել, քան 9 հոգու։ 9 հոգին դրանք բացառիկ, այսպես իսկապես լավագույններից լավագույնները պիտի լինեն։ Մենք ունենք մի համակարգ, որտեղ իշխանության հասնողները միշտ չի որ լավագույն կադրերն են մեր երկրի։
Միշտ չի որ ամենաբարձր արժեքներ, արժեհամակարգեր ունեցող եւ լավագույն փորձառություն ունեցող մարդիկ են։ Ինչու է այդպես լինում, որովհետեւ մարդիկ, ովքեր արժեհամակարգերի կրող են, շատ դեպքերում չեն կարողանում այդ այսպես արմունկներով, բրթելով, չէ ինչ որ մարդկանց գլուխների վրայով անցնելով գան անցնեն ու ինչ որ պաշտոններ զբաղեցեն։ Ոչ այդպիսի process-ով են անցնում, ոչ էլ ուզում են այդպիսի process-ով, բայց մեծ ցանկություն ունեն, սա մեր այս երկար տարիների հանդիպումների արդյունքում է, մարդիկ իսկապես ցանկություն ունեն իրենց պետության համար ներդրում ունենալ։ Ուղղակի ճանապարհը չեն գտնում։ Այ մենք առաջարկում ենք նաև զուգահեռաբար մի կառույց, որը կկոչվի Ինքնորոշման ազգային ինստիտուտ, ինքը նույնպես սահմանադրորեն մենք պիտի փորձենք ամրագրել եւ դա պարտադիր պայման է լինելու սահմանադրական փոփոխություններ, ոչ թե սահմանադրության փոփոխություն ու ինչ որ թազա ինչ որ հաշվարկած բաների հերթական նոր պետություն, չկա տենց բան։ Պետությունը պիտի հարատևի։ Պետությունը կառուցում են հարատևության մեջ։ Դու չես կարող ասես այս բանը չստացվեց, ես գնում եմ նոր բան կառուցեմ։ Այդ ինստիտուտը, որը մենք ամրագրելու ենք նաև սահմանադրությամբ, ինքը ունենալու է մի քանի էտապներ, որտեղ տարբեր էտապներում դու ստանալու ես բավարար գիտելիքներ, փորձառություն, որպեսզի կարողանաս օգտագործես դրանք լինելով, ասենք, առաջի էտապից համայնքի ղեկավարության հետ կապված, հա, ցածր։ Դրանից բարձր մակարդակի գիտելիքներ ստանալու դեպքում դու կարող ես արդեն նախարարների պաշտոնների զբաղեցնելու վարչության պետերի, այսինքն բարձր կարևոր պետական համակարգերում տեղավորվելու։ Այս նույն ինստիտուտում լինելու են նաև հետազոտական think tank-ներ են կոչվում, հետազոտական միություններ են կոչվում, չգիտեմ, տարբեր ձևավորված խմբեր են լինելու, որոնք յուրաքանչյուր որոշում, որը պիտի կայացնի կառավարությունը կլինի, պետխորհուրդը կլինի, ազգային ժողովը կլինի, իրենք հիմքում պիտի հետազոտություն ունենան։ Ոչ թե գան ասեն, որոշել ենք այս ինչ բանը անենք, մեզ պետ բյուջետից մի քանի միլիարդ փող տվեք, այդ մի քանի միլիարդը տան, ներողություն բառը հարմար չի, բայց շատ տեղին է։ Փոզ մի շանեն այդ փողը, պետական բյուջետի մեր հարկատուների հավաքած փողերը։ Ասես ցիրուցանան, հետո գան ասեն, ինչ եղավ այդ պատմությունը, ասա ոնց որ լավ չեղավ։ Իսկ հասարակության հետ կապը որտեղ է լինելու, քննարկումներ լինելու են։ Որ հարցի հետ։ Տեսեք, դուք ասում եք իրենք վարչապետի որոշումների վրա կարող են իվել, իսկ հնարավոր է ինչ որ հարցերի շուրջ հանրության հետ քննարկումներ անել նոր վարչապետի որոշումներին անդրադառնալ։ Երբ որ դու ունես համակարգ, որի նկատմամբ կա վստահություն, այսինքն երբ որ քո պետական պաշտոնները զբաղեցնում են մարդիկ, ովքեր իսկապես հարգանք են վայելում եւ արժեհեն են, արժեհամակարգերի կրող են, հասարակությունը անհրաժեշտություն ու կարիք չունի ամեն անգամ ամեն որոշման հետևից վազելու միտինգ անելու։ Հասարակությունը պիտի վստահություն ունենա իր կառավարության, իր ղեկավարների, իր պետական ինստիտուտների նկատմամբ։ Ինքը պիտի վստահություն ունենա, որ այս ամբողջ համակարգը չի գործում, որովհետեւ մի հոգի ուզում է իր գործերը առաջ գցի, իր բիզնեսը զարգացնի, չի անում սա, որովհետեւ ուզում է, որ այս մարդը ավելի շատ լիազորություններ ունենա կամ իր շրջապատը հարստանա մնացածին հարստահարելու հաշվին։ Պիտի վստահ լինի, որ այս են մարդիկ են, որոնք իսկապես որոշում են։ Ես հասկանում եմ ձեր հարցի բնույթը։ Իսկ ժամկետ ծրագրերով եք այդ հանրության վստահությունը դուք ինչպես է կարողանալու այդ վստահությունը դուք ունենաք։ Բացատրելով եւ ներկայացնելով այն մարդկանց, ովքեր որ պոտենցիալ մենք երբ որ գնանք ընտրությունների 26 թվականին, ենթադրում եմ, որ 26 գուցե եւ ավելի շուտ, 26 թվականին ընտրությունների գնալու ժամանակ, բացի մեր ցուցակից, այսինքն այսպես ասած կուսակցական ցուցակից, դա էլ մի ուրիշ հարց է, մեզ այնց շատերը չեն էլ ուզում որևէ կուսակցության, ոչ թե դա վատ բան է, դա շատ կարևոր process է, այլ մենք գալիս ենք վեր կուսակցական խնդիր բարձրացնելու, մենք գալիս ենք ինստիտուտներ կայացնելու, բայց գալու ենք դաշինքով։ Այդ դաշինքի ցուցակը ներկայացնելուց զատ մենք ներկայացնելու ենք նաև այն ինստիտուտը, որ ասեցի, այդ ինստիտուտի ամենաբարձր մարմինը խորհուրդը ընտրվելու է սկզբից այսպես ասած նշանակվելու է, որտեղ ուրիշ տարբերակ չկա, դա ընտրելու հնարավորություն չկա, բայց մենք հասարակությանը ներկայացնելու ենք այն 31 հոգու անուններից ցուցակը, այն մարդկանց անունները, ովքեր իսկապես արժանի են եւ վաստակ ունեն ես երկրի համար եւ իսկապես բարոյական արժեհամակարգերի կրող մարդիկ են, փորձառություն ունեն եւ պատրաստ են պետության process-ներին մասնակցելու այս 31 հոգու ցուցակը, որ մենք ներկայացրեցինք, ինստիտուտի խորհուրդը։ Այս 31-ը իրանք են ընտրելու այդ 9 հոգու, առաջի 9 հոգուն իրանք են ընտրելու։ Այսինքն մենք ուղիղ նշանակում, որպես այդպեսին ընդեղ չունենք։ Փաստացի ես լսել եմ այդ մեղադրանքը, ասում են, բա ոնց կլինի այդ խորհուրդը, որից ընտրվելու է պետական մարմինը, իրանք ուղիղ ընտրություններով չեն ընտրվում
Ժողովուրդ ջան, դատավորին է դուք ուղիղ չեք ընտրում, բայց իրանք առանձին իշխանության ճյուղ են։ Եթե մենք վստահում ենք այն մարդկանց, եթե մենք կարողանանք հավաքել բավարար, եթե մենք կարողանանք վաստակել մեր ժողովրդի վստահությունը, իսկ դա ամենակարևոր process-ն է լինելու։ Այսքան հիասթափված, այսքան հուսահատված, հուսահատության հասցրած հասարակությանը վստահությունը արժանանալու դեպքում, հավատացեք, այդ process-ները իրանք նախ շատ արագ են տեղի ունենալու, որովհետև ամեն ինչ արդեն հաշվարկված, մտածված, կառուցված, կմշակված, օրենքներով արդեն պատրաստված, սա ահռելի աշխատանք արվել է, կարճ ժամանակում ահռելի աշխատանք արել, բավականին մեծ խմբով պրոֆեսիոնալների կողմից։ Հետևաբար, սա շատ հեշտ process է լինելու։ Մարդիկ պիտի պատկերացնեն, մենք ունեցել ենք նախագահական համակարգ, կիսանախագահական, պարլամենտական, սրանք համակարգեր են, որոնք եղել են ամբողջ աշխարհում, հայտնի են ամբողջ աշխարհում, կառավարման ձևերի մեջ են։ Եվ կան երկրներ, որոնք իսկապես այս մոդելներով կարողացել են հաջողել։ Մենք իրեքն է կարողացել ենք հարամանենք, որովհետև ով եկել է իշխանության, զավթել է ամբողջ իշխանությունը։ Հիմա մենք պիտի բաժանենք, ինչով է նաև հետաքրքիր մեր առաջարկը, որովհետև պետական խորհուրդը ինքը 9 տարվա ցիկլով է աշխատում։ Ինչ իսկ ինչու 9 տարի։ Որպեսզի 3-3 հեշտ լինի, 3-3 փոխել եւ շարունակականությունը լինի, եւ ինստիտուցիոնալ, այսպես շարունակականությունը հնարավոր լինի, բայց անընդհատ այնտեղ փոփոխություն լինի, որ այդ կարծրանալու, ծանրանալու, տենց բան չդառնալու, էլի, ոնց որ թթվի քար չդառնալու համար։ Կներեք, ասում եմ, հեչ քաղաքական խոսք չէր, բայց երբ որ այս ինստիտուտը ինքը ինստիտուցիոնալության 9 տարվա այսպես ցիկլ ունի եւ կա իշխանություն, որը 5 տարով է գալի եւ նշանակումներն էլ ունի, օրինակ գլխավոր դատախազակը կոռուպցիոն մարմին։ Այստեղ դու հնարավորություն չես տալի, որ սենց մեկը մյուսին զավթի ինչ որ բան ունի։ Անընդհատ երկրում սենց շարժ է լինում եւ այս շարժի արդյունքում է, որ դու կարողանում ես եւ ինստիտուցիոնալ գաղափարները պահես, ինստիտուտները պահես եւ նաեւ անընդհատ փոփոխություններ ապահովես։ Սա լավագույն մեխանիզմն է։ Մենք շատ երկար ենք սրա վրա մտածել։ Տիկին Կարապետյան, ով է լինելու նժարի առաջնորդը։ Այդ մասին հայտարարություն կանեն թիմը կանի ամսի 30-ին։ Ես ճիշտ ասած մտածում եմ, որ դեռ վաղ է հայտարարություն անելը, բայց թիմի որոշումը այդպեսին է, որ ամսի 30-ին սեպտեմբերի ամենայն հավանականությամբ այդպիսի հայտարարություն կարվի, այնպես որ սպասեք, մոտակա ժամանակ շտապելու բան չկա։ Մենք դեռ ժամանակ ունենք, դա շատ լուրջ ու կարևոր հարց է, թիմը ունի որոշում, բայց հայտարարությունը կանենք հանրայնորեն, հա։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Կարապետյանց, երրորդ հանրապետությունը ինչ են կանում, որ գնում ենք 4-րդ հանրապետություն ստեղծելու այդ գաղափարին։ Գիտեք, այդ երևի ամենահակապետական մտքերից մեկն է, այս ինչ ասեմ, չեմ կարողանում եթերում հարմար բառ գտնեմ մարդու, որովհետև այս մարդը չի հասկանում, որ պետականությունը հարատև պիտի լինի։ Անկամ եթե ինչ-որ էտապներում սխալ դժվարություններ են եղել, պարտություններ են եղել, ինչ-որ թերացումներ են եղել, ամբողջ իմաստը այդ հարատևության մեջ է։ Եթե դու ինքը եկել է ապացուցելու, որ ինքը քայքայել է պետականությունը այն աստիճանի, գուցե մեզ ինչ-որ բաներ հիմա տեսանելի չեն, բայց ինքը իր գործողություններով, իր վարքով, իր ստորագրած դեռ անհայտ փաստաթղթերով գուցե հասկանում է, որ ինքը տապալել է ամբողջությամբ եւ զրոյականացրել է բանը պետությունը ու կարիք կա նորը ստեղծելու, բայց դա այդպես չի լինելու։ Ամբողջ իմաստը պետականության դա հարատևության մեջ է, դժվարությունները հաղթահարելու մեջ է, փոփոխություններ բերելու մեջ է։ Դու չես կարող որոշել, մեկ անձը չի կարող որոշել։ Ինքն էլ է փոփոխություններ խոստանում։ Նախ եւ առաջ մեկ անձը կամ մեկ խմբակը չի կարող որոշել Հայաստանը լուծարում են թե չեն լուծարում։ Դա չի կարող այդպես լինել։ Ժողովրդի կայացրած որոշումը մի հոգի չի կարող լուծարի։ Երբ որ Արցախը հիշում եք, ստորագրեցին մի փաստաթուղթ Շահրամանյանը ստորագրեց, լուծարեց, ես այն ժամանակ էի ասում, որ ոնց որ տպավորությունն է, որ հող են նախապատրաստում, որ Հայաստանն էլ այդ նույն տրամաբանությամբ նույն ճանապարհով տանել, երբ որ սկսեցին խոսել հռչակագիրը չեղարկելու մասին, ես այն ժամանակ էլ եմ ձեր եթերում եմ ասել, այլ եթերումներ, որ դա մի տարբերակ ունի, հռչակագիրը անքննելի, անփոխարինելի, ինքը անգամ փաստաթուղթ չի, ինքը որ ասում եմ հուշարձան է, հասկանում եք, իր էությամբ, իր բովանդակությամբ։ Այդ հուշարձանը
չեղարկելու միայն մի տարբերակ կա՝ լուծարել պետականությունը մեր ու հաջորդը ստեղծել։ Բայց մարդը լուրջ է ընդունել, հա, մտածել է, որ ինքը այն մարդն է, որը կարա պետություն լուծարի, հա, բանի օրինակով։ Ինչի Արցախի օրինակով այն մեկը մարսեց, ես կարողա չմարսեմ։ Նույն տրամաբանությամբ այս մարդն է փորձում առաջ խաղացում ապահովել, բայց մարդիկ պետք է հասկանան, որ դուք այդ արանքում ուղղակի կարողա չհասցնեք, ժողովուրդ ջան։ Չի կարելի թույլ տալ մեր պետականության հետ պեսի խաղեր խաղալ։ Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է բոլոր ժամանակների ղեկավարներից նախկին եւ ապագա գան, իրանք չեն կարող որոշում իրանց միանձնյա որոշումով լուծարել պետությունը, դա հնարավոր չի։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը անգամ Մարիջանին, որ ասում է ինքն էլ ինչ-որ բաներ խոսք տալի, փոփոխություններ խոսք տալի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը արժեքների, բարոյականության, նորմերի շրջանակներում այն մարդն է, կամ իր արժեհամակարգերով այն մարդն է, կամ իր գիտելիքներով այն մարդն է, կամ Հայաստանի համար իր ծառայություններ մատուցած, այնպիսի ծառայություններ մատուցած մարդն է, որը կարա որոշի, որ նոր Հայաստան է, նոր արժեհամակարգով իրական Հայաստան, իրական։ Ախ, ասում ափսոս եթերում չի կարելի շատ բան ասել։ Չէ, որպեսի ինքը իրան դրել է Դեգոլի տեղը, հասկանում եք, երբ որ ինքը կալաբարանտ է, դասագրքային կալաբարանտ է, ուրիշ երկրների գործակատար է, դերակատար չէ, գործակատար է, հասկանում եք, դու չես կարող, դու չունես այն արժեհամակարգը, ով է ինքը, չգիտեմ, ասեք, Գարեգին Նժդեհն է, Թումանյանն է, ուրիշ երկրների համար Դեգոր, դու ով ես, որ եկել ես տեղ ու որոշում մեզ համար խաղություն բերող վարչապետն է։ Ամենամեծ էլի ստերից մեկն է, որովհետև նայեք նաև տարբեր այլ երկրների, եթե մեզ հետ կապված կարող են մեղադրանք հնչեցնել, ասել, որ դուք այլևս քաղաքական օպոնենտներ եք եւ դուք զուտ որպես քաղաքական օպոնենտներ փորձում եք բանել, հա, հարվածել այդ խաղաղության իր թեզին, որովհետև պիտի ցույց տաք, որ ինքը լավը չի, խնդրում եմ, կարդացեք տարբեր այլ երկրների վերլուծաբանների, քաղաքագետների, էքսպերտների, դիվանագետների տեսակետները, տեսեք, թե ինչ գնահատական են տալի այն թեզերին, որը հիմա տարածում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, կարող են ասել, որ դրանք էլ առած են, սուդյան խաղը առած է, սուդյան ծախված է, այդ ամեն ինչը կարելի ասել, բայց տեսեք, արդյոք դրա մեջ այդ մարդկանց գնահատականների մեջ կան ողջամիտ եւ տրամաբանական հետեւողական հիմնավորումներ, այո կան։ Ցավոք սրտի, այն խաղաղությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, հիմա ասում եմ, պիտի խնդրեմ ուշադիր, բոլոր գործիքները այդ խաղաղությունը ապահովելու, Նիկոլ Փաշինյանի խոստումները, այսպես ասած, իրականացնելու բոլոր լծակները գտնվում են Ալիևի, Էրդողանի ձեռքում։ Բոլոր լծակները, ինչ ասում, ասում է կրակոցներ չեն լինում, խաղաղություն են բերել չեն կրակելու, այո, դե փառք Աստծո, որ ոչ մեկ չի մահանում իհարկե, ով ում ձեռն է այդ լծակը։ Այդ լծակը քո ձեռն է, որովհետև դու համակարգ է ստեղծել, որի պայմաններով Ալիևը քո վրա չի կարա հարձակվի, թե ուղղակի Ալիևը չի հարձակվում, որովհետև դու սենց տենց ամեն ինչ տալիս ես։ Եվ ցանկացած պահի Ալիևը կարա հարձակվի։ Հասկանում եք, տրամաբանություն է պետք որոնք խոսում է Ալիևներ զուգահեռ խոսում է եւ հաղթանակի մասին եւ պատերազմի պատրաստվելու մասին։ Եւ ոչ միայն խոսում է, ի տարբերություն միջանցքը շարունակում են նորից շահարկել, եթե դա ճանապարհ է։ Այո, եւ Զանգեզուրի այսպես կոչված այդ Թրամփի ճանապարհից, խնդրում եմ, ինչքան ուզում են ձեզ փորձեն բացատրեն, որ այնտեղ Հայաստանը շատ մեծ ձեռքբերում է ունեցել, խնդրում եմ մի հատ հանգիստ նստեք, քննարկեք ինքներդ ձեզ համար, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, հետո էլ Հայաստանի շահը ստեղ ո՞րն է։ Բոլորը ունեն իրենց պլյուսները։ Տրամպը ստացավ իր անունով ճանապարհ, Թուրքիան ստացավ ճանապարհ Հայաստանով ուղիղ դեպի Ադրբեջան, Ադրբեջանը դեպի Նախիջևան եւ Թուրքիա, Չինաստանը կարող է հիմա նաեւ ինչ-որ թվային շելկովի պուտ մետաքսի ճանապարհի մասին է խոսում, Ալիևը ինչ-որ թազաբան է հորինել, այսինքն Չինաստանը կօգտվի, Ռուսաստանը, բոլորը ստեղ կօգտվեն, Հայաստանի շահը ստեղ որտեղ։ Հենց այն որ անցնել դարձնելու են քեզ էլ շան տեղ չեն դնելու քո տարածքում, դու սկի ստուգելու հնարավորություն չես ունենալու քո տարածքով
մետաքս են անցկացնում, թե շարասյունա գալիս, մեծ շարասյունա գալի, Ընդ որում զորքով Նախիջևանի մասի խոսում են, չէ, որ այնտեղ բավականին մեծ ուժեր կան կուտակված, զորքեր կան կուտակված, թե այդ երկու կողմերից ընթացող շարասյուններով գալիս են մեծ ծավալի զենք ու զինամթերքով ու հարմար պահի, ոնց որ Արցախին դրեցին ու տենց հարմար պահը գտան Արցախի վրա հարձակվելու։ Եթե ինքը մտածում է, որ Տրամպը Կարեն Անդրեասյանն ու SMS-ներին իր պատասխանելու է, ինքը ինձ թվում է լավ չի պատկերացնում։ Կարեն Անդրեասյան չի, որ քո SMS-ներին կամ քո զանգերին պատասխան ինքեջան, դու լավ չես պատկերացնում։ Պետությունը, այո, շատ կարևոր է, չափազանց կարևոր է։ Անձնական շփումները նաև երկրի ղեկավարների միջև, այսպես այն որ ասում է ոնց էր ասում թիմակամեջներ, այդ շատ կարևոր, իսկապես կարևոր մաս է, դա չի կարելի անտեսել, բայց հանուն արդարության եկեք ասենք, իսկապես կարծում են, որ Տրամպի հետ կարելի է թիմական կապեր ունենալ ամենայն հարգանքով։ Ես Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեծագույն ջատագովներից մեկն եմ եւ համարում եմ, որ այո, Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ այդ մեծ հնարավորությունները, որոնք կան, իրենք մեզ համար եւ անվտանգություն կարող են ապահովել եւ կարող են զարգացում, եթե կուզեք թռիչքային զարգացում ապահովել, բայց ցավոք սրտի այսօրվա ղեկավարի վարքագիծը, խոսույթը, անհետևողական ինչ-որ որոշումների իր իսկ ընդունած որոշումների հետևից չգնալը, անընդհատ փոփոխելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ դու կարող ես զանգահարել եւ այդ ճանապարհը, իսկ եթե զանգահարեցիր հեռախոսը չվերցեց, պարոն Փաշինյանին չես անելու։ Դու ինչն ես ստեղծել, ինչ համակարգ ես ստեղծել, որ գոնե մի 10 օր մենք յոլա գնանք, միջև Տրամպը բարեհաճի հեռախոսը վերցնի կամ չվերցնի, չգիտեմ։ Տիկին Կարապետյանց 1 ժամից այսօր լինելու է արդեն ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Դրսում հավաքվելու են մարդիկ, Մասիսի քաղաքապետն է այդ հայտարարությունը տարածել եւ մարդկանց հորդորում է միանալ իրենց ազգային ժողովին։ Եվ շենքի դրսում փաստորեն եւ շենքի ներսում։ Ինչ է տալու այս գործընթացը։ Գիտեք, ես երկար ժամանակ արդեն պնդում եմ եւ դրա այդ մտքի հետ արդեն մարդիկ սկսում են համաձայնվել, շատերը գալիս են այսինքն այդպիսի ոչ թե մտքի հետ են համաձայնվում, այլ գալիս են այդպիսի եզրահանգման ինքնուրույն, որ թե նախկին իշխանությունները, թե գործող իշխանությունները շատ գեղեցիկ պասերով իրար հետ խաղում են, տպավորություն են թողում, որ իսկապես ինչ որ հատենց բան կա, հակադրություն կա իրանց մեջ, բայց իրանք մեկը մյուսին, այսպես մեկը մյուսի գոյությամբ ապահովում է Նիկոլ Փաշինյանի անընդհատ վերարտադրությունը։ Հավաքում են մարդկանց բան, հա, գոլոշին թողելու համար, հավաքում են մարդկանց ցասումը, իրական արդարացի տեղին ցասումը ամեն անգամ տենց փոշիացնելու համար։ Ինչ ասեմ, բան չունեմ ասելու։ Սա, եթե սա օր առաջ Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիր ա դրվում, օքեյ, կարողանալու են անեն, լավ է։ Եթե սա հերթական շոուն ա, որը պիտի ապահովեն Նիկոլ Փաշինյանը, որ դուրս գա ասի, ահա, այս են նախկիններն են, որոնք ու ինչ որ բազմաթիվ քրեական գործերով, ինչ որ մարդկանց վերաբերյալ տեղեկություններ բանանի, իրար վրա մատ թափ տան, հայեն շիշը պրտեն ու գնան տներով, չգիտեմ։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում է, Ալեն Սիմոնյանը երկրում չէ եւ այս գործընթաց այսինքն իրենք իրար մեջ որտեղ հետաքրքիր չի լինում, չէ, երբ որ մարդկանց մասին խոսում են, բայց իրենք տեղում չեն։ Դե իրանք sense tennis տեղում չեն, անգամ երբ որ տեղում են, միևնույնն է տեղում չեն, այդ իմաստով, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Ալեն Սիմոնյանը։ Հետևաբար, նորից ես այդքան վստահություն չունեմ այն թիմերի նկատմամբ, որոնք որ ամեն անգամ գոլոշին բաց թողելու ճանապարհով են գնացել կամ ամեն անգամ գալիս են մի process-ի, որը հիասթափություն է առաջացնում, կարա լինի process, որը որ չհաջողի, դու անես ամեն ինչ, բայց չհաջողվի ինչ-որ process, բայց երբ որ դու ի սկզբանե գիտես, որ դա չի հաջողելու եւ դա նոր հիասթափություն է բերելու, նոր ամենավատը հուսահատություն է բերելու հասարակության ներսում, ես տրամաբանությունը չեմ հասկանում այդ գործողությունները անելու։ Եթե դուք իսկապես նպատակ ունեք այս հասարակությանը հույս տալու
ուժ տալու, համախմբելու, Փրկելու։ հավաքվելու, իսկապես պետությունը փրկելու, արեք քայլեր, որոնք Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ բան, հա, կոզր չեն տալիս ձեռքում, ուժեղ խաղակարդ չեն տալի ձեռքում, հնարավորություն չեն տալի այն իր հին ձևերը, այդ հները նախքին բաները, ասում Հիմա այլ մուրճիկը նորից դուրս է եկել ժապավենով դիմացնել Մահակեն, Մահակ կուսակցությունն է ստեղծել։ Այո, դե Մահակը կուսակցություն պետք է չի ստեղծել, եթե չեմ Նախաձեռնությունը։ սխալվում, բանի Քոչարյանին այդ նույն ընտրությունների ժամանակ երբ որ մուրճ նվիրեցին բանին Նիկոլ Փաշինյանին, նրան էլ բան նվիրեցին, ոնց է կոչվում որ սերբ բանի սովետական միության բանի վրա գերբի վրա որ մանգաղ նվիրեցին, հա ինձ կներեք ես այն որ ասում հայերեն խոսալ սովոր ժողովուրդ ես ռուսական կրթությունն եմ, ես ծնվել եմ սովետական միությունում, ես ավարտել եմ ռուսական դպրոց, ես ինստիտուտում սովորել եմ ռուսերեն, որովհետև իմ դասագրքերը բոլորը ռուսերեն են, ցավոք սրտեն ժամանակ այդքան զարգացած չէր հայերեն, այդքան բան չկար, գրականություն չկար, այո ես խոսում եմ մտածում եմ ռուսերեն, լավ չի, շատ վատ է։ Սա էլ է նաև պատճառներից մեկը, որ մենք պիտի ունենանք մեր ազգային պետություն, որտեղ դու, քո լեզուն, քո մշակույթը, քո սիմվոլները, քո, չգիտեմ, արժեքները պաշտպանված կլինեն եւ այո ես ամեն ինչով հանդերձ այս ռուսերեն մտածողությամբ հանդերձ ես գտնում եմ որ մենք պիտի ունենանք եւ մեր թիմը ամբողջական գտնում է որ մենք պիտի ունենանք ազգային պետություն որտեղ արժեքները բոլոր իմաստով արժեքները պիտի պաշտպանված լինեն այդ արժեքներից ամենակարևորը մարդն է Մարդը իր բոլոր դրսևորումներով եւ պետությունը, մարդը եւ մնացած ամեն ինչը։ Այնպես որ հանգարց չուսատվեք, իրականում ես ուզում եմ ուղղակի երկու վայրկյանում ասեմ, որ ահավոր մեծ թվով մարդիկ կան, որոնք այդ նույն տրամաբանության մեջ են, այդ գաղափարը կրող են, իսկապես շատ-շատերը հասկանում են, որ այլընտրանք ուղղակի չկա, մենք պիտի մեր ազգային պետությունը ստեղծենք։ Մի քիչ տեխնիկական հարցեր ու դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարել են, բոլորը հաղթահարել են։ Ժամանակի հարց է։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Կարապետյանց։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։